Բարի երեկո։ Մի քանի րոպեով ձեզ զբաղեցնեմ բաց զրույցով իմ բաց բալկոնից։ Այսօր Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավոր հայոց զինված ուժերի կազմավորման 34-ամյակն է։ Ավելորդ խոսքեր, շքեղ խոսքեր չեմ գործածելու, կբավարարվեմ միայն շնորհավորանքով։ Զինվորից, պայմանագրայինից մինչև բարձրագույն հրամանատարական կազմ։ Շնորհավորանքը սողում եմ բոլորին։ Անցնող 34 տարիներին իրենց ծառայությունը մատուցած եւ մեր բանակի հերոսական պատմությունը կերտած, դժվարին օրերն անցկացրած, վիրավոր օրերն անցկացրած բոլորին։ Այսօր ցավոք սրտի արդարացան մեր բոլոր նտավախությունները, որ հունվարի 27-ը հանուն հայրենիքի նահատակվածների օր հռչակելով իշխանությունը փորձելու է ստվերել մեր բանակի կազմավորման օրը, այդպես էլ եղավ։ Այսօր չեղավ նախագահականում պաշտոնական պարգևատրման արարողություն ավանդույթի համաձայն։ Այսօր պաշտոնյաները պարտավորված չեղան մասնակցել այս կամ այն հանդիսությանը բանակի օրվան։ Պարզապես վաղ առավոտից հարյուրավոր ոստիկանների դեպի Պաշտպանության նախարարության ուղղվող ճանապարհի ներկայությունը հուշում է, որ Փաշինյանը լինելու է Պաշտպանության նախարարությունում, որը ՊՆ-ն ներկայացրեց իբրև հանդիսավոր նիստ, բայց պարզ հայերենով կասեմ, դա Փաշինյանի 30 րոկանոց դասախոսությունն է դալիճում ներկա զինվորականների առաջ։ Բարձրագույն զինվորական հրամանատարական կազմի մեր տարբեր զորամիավորների հրամանատարական կազմերի առաջ։ Մի քանի կետով կուզեմ ուղղակի անդրադառնալ։ Նախ ամենաշատ գործածված տերմինը, որ Փաշինյանն օգտագործեց, D30 հաուբիցի անունն էր։ Իբր իրենից առաջ D30-ները հնամաշ էին մեր բանակում, իսկ ինքը եկավ յուղը վրան D30-ներ բերել։ Այն, որ հնամաշ D30-ներով մեր բանակը հերոսական պատմություն է կերտել, ազատագրական պատմություն է կերտել, դա այլ հարց է։ Չգիտեմ, հետո Փաշինյանի ականջին որևէ մեկը օրինակ հրետանա, որ փսփսած, որ Ռուսաստանում վաղուց D30-ներ այլևս չեն արտադրվում։ Չգիտեմ, դա էլ այլ հարց է, ով ռիսկ աներ Փաշինյանին մի բան ասել։ Եթե նա ի նկատի ուներ այլ երկրներից գնված այլ հրետանային համակարգեր, ապա պետք է բարի լիներ ու անկեղծ ասեր, թե ինչ դժվարություններ ունի այդ ամենը հայրենիք Հայաստան տեղափոխելու։ Երկրորդը, Փաշինյանը հերթական անգամ, ինչպես իշխանությունը սովորաբար անում է, հոխորտած, թե բանակի համազգեստը փոխում է։ Ախր բանակի համազգեստը փոխելու մասին այս իշխանությունը քանի տարի է խոստանում։ Քանի անգամ եմ ասել, դեռ 24 թվականի խոստանում է, որ հայոց զինված ուժերը նոր համազգեստ պետք է ունենա։ Հասել են 26 թվական, դեռ խոսում են, որ նմուշներն են միայն բերվել։ Ժողովուրդն ասում է մի խոսք, էշ մի սատկի գարուն կգա։ Բայց այսօր Փաշինյանը իր ելույթում մի ահավոր անկեղծացում արեց, մի ահավոր մեղադրանք հնչեցրեց։ Դալիճում ներկա ծննդով Արցախցի նաև բազմաթիվ զինվորականների ներկայությամբ։ Վերջին շրջանում շատ են նրան մեղադրում, որ Հայաստանի պետական պարտքը ավելացրել է։ Ինչպես շատ հարցերում հերթական անգամ ասեց, ինքը մեղավոր չի, պետական պարտքը ավելացել է երկու պատճառով։ Մեկ բանակի, որտեղ սպառազինություն են գնում, եւ երկրորդը արցախցիների, որտեղ ստիպած նրանց կարիքներն են ապահովում։ Ավելի մեծ ցինիզմ, որտեղ նույն այդ զինվորականների առաջ, ծննդով արցախցի զինվորականների առաջ այսօր Փաշինյանը կատարեց մի հայտարարություն, որ մեր բանակը չի ամենագլխավոր անվտանգության երաշխավորը, ետին պլան են նրան մղել, ասած այդ զինվորականներին, որ գիտեք, ձեզ գեներալներ, որ հանում ենք տուրնիկների վրա, ատեստացիայի համար նկարում, ցուցադրում ենք, որ ձեր աշխատավարձը բարձրանա, որ դուք խաղաղ ծառայություն իրականացնեք, իսկ այդ խաղաղ ծառայության համար Փաշինյանը այսօր անկեղծ պատասխան է, որ 22 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում ստորագրելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին փաստաթուղթը ուրացել է Արցախը, հանձնել է Արցախը, որի ողբերգական վերջաբանը եղավ 2023 թվականի սեպտեմբեր 19-20-ի Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ, երբ որ Արցախի պաշտպանության բանակը, պաշտպանության բանակի զինծառայողները, կամավորները, աշխարհազորայինները Արցախայությունը մենակ մնացին հսկայական բանակի դեմ, դավաճանված Հայաստանից,
եւ Հայաստանի պաշտպանության նախարարությունից ու Հայաստանի զինված ուժերից։ Ավելի ահավոր ապտակ, քան այսօր Փաշինյանը հասցրեց դալիճում ներկա ծննդով արցախցի բազմաթիվ զինվորականների իր կողքը նստած գլխավոր շտաբի պետի, որին իր կենսագրությունում անգամ խուսափում է նշել, որ Արցախի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետն է, դժվար է պատկերացնել։ Այսպես էլ այսօր տոն չեղավ։ Իշխանությունն ամեն ինչ արեց ստվերել մեր բանակի, մեր պաշտպան զինված ուժերի կազմավորման օրը, ու ստվերեց Փաշինյանի ելույթով, այպանումներով, դատապարտումներով ու քննադատություններով։ Իսկ հնարավոր է ամեն ինչ անել, հնարավոր է բեկել այս վիճակը, իհարկե հնարավոր է, բայց դա այլևս այլ թեմա է։ Ուղղակի այսօր այդ զինվորականների շատերը, որ տուն գնան, չգիտեմ ինչպես են նայելու տնեցիների աչքերին, տնեցիներ, որոնցից շատերը Արցախը լքել են պարտադրված 2023 թվականի սեպտեմբեր 19-20-ի ագրեսիայից հետո։